Սիրելի հայրենակիցներ, ողջունում ենք բոլորիդ Տեր Հիսուսի անունով։ Աստված ամենակալ մեր հայրը եւ մեր Տերը մարդ արարածին կյանք է շնորհել։ Այս կյանքը, որ մենք ապրում ենք երկրի վրա, ժամանակավոր մի կյանք է, որտեղ կա վախճանը, մահը այս երկրավոր կյանքի վախճանն է հանդիսանում։ Մի կյանք, որ իր մեջ ներգրավում է դժվարություններ, նեղություններ, տառապանքներ, եթե ուրախ օրեր կան, ժամանակավոր են, քիչ են, շուտ վերջացող են, նաև հիվանդություններ։ Հիվանդությունները հաճախ այնքան սարսափելի են, որ պատճառ են դառնում մահվան, եւ հաճախ հիվանդություններ այնքան անողոք են, որ փոքր երեխաների, պատանիների հետ է պատահում, եւ նրանց կյանքի թելը կտրվում է։ Աստված մարդ արարածին նաև տվել է բանականություն, որպեսզի այդ հիվանդությունների դեմ պայքարեն, միջոցները գտնեն։ Հաճախ հաջողվում է, որոշ դեպքերում էլ չի հաջողվում, եւ շատեր այս կյանքից հեռանում են դեռևս պատանեկան տարիքում, դեռևս իրենց ծաղկուն հասակում հրաժեշտ են տալիս այս կյանքին։ Այնուամենայնիվ պիտի ասենք, որ բժշկության դերը շատ մեծ է մարդու կյանքի մեջ, եւ բժիշկները ջանք ու եռանդ չեն խնայում եւ հաճախ անհուսալի թվացող վիճակներից մարդկանց փրկում են, կարծես նոր կյանք են պարգևում։ Հիվանդություններ գալիս են։ Բժիշկները որդեգրած ունեն սկզբունքներ այդ հիվանդությունների դեմ պայքարելու։ Նախ կարևոր է, որ իմացվի, թե որն է հիվանդության ախտանիշը, այսինքն սիմպտոմը։ Հիվանդությունը բնորոշող որևէ արտահայտիչ նշան։ Սուբյեկտիվ ձևով այն կարող է լինել թուլություն, ցավ, գլխապտույտ, սրտխառնոց կամ օբյեկտիվ դեպքում այն ի հայտ է գալիս հիվանդին հետազոտություններ անելուց հետո։ Ախտանիշը կամ սիմպտոմը բացահայտելուց հետո անհրաժեշտությունը կա ախտորոշման կամ դիագնոզի, մեր հասկանալի լեզվով ասենք, ինչը դա իրենից ներկայացնում։ Հիվանդության բնույթի վերաբերյալ բժշկական համառոտ եզրակացություն, որից հետո մշակվում է բժշկելու մեթոդները, թե ինչ ձևով պիտի բժշկվի։ Կարող են գործածվել դեղեր կամ կարող է բժշկական, այսինքն վիրահատական միջամտություն լինել, տարբեր տեսակի գործիքներ կարող են գործադրվել, մշակվում է բուժման տևողությունը եւ հիվանդին առաջարկվում է, նաեւ սննդի անհատական հիգիենայի վերաբերյալ հարցեր, այսինքն այս ամենը կոմպլեքս մի ծրագիր է, եւ որն է նպատակը հիվանդության արժեվը առնել, այսինքն հիվանդությունը բժշկել։ Սիրելիներ, ներսես եղբայր Բոյաջյանի հետ միասին այս նյութի եւ այլ նյութերի մասին պիտի խոսենք։ Հենց սկզբից ասենք, որ մենք բժիշկ չենք եւ բժշկության հետ էլ որևէ կապ չունենք, անհատապես ես որևէ կապ չունեմ եւ կարող եմ ասել բավական էլ հեռու եմ այդ բանից։ Սակայն այս ներածականը մենք ասեցինք, որովհետեւ մեր խոսակցության ընթացքը պիտի տանենք այլ ուղղությամբ, որովհետեւ նպատակ ունենք ձեզ համար ավելի հասկանալի դարձնելու։ Խնդրեմ։ Օրինակ, ինչ հիվանդություններ կարող ես նշել եղբայր, որ եւ նաեւ բժշկության ձևերը կամ մեթոդները։ Մեզի համրացանոտ հիվանդությունները կան, օրինակի համար գրիպ, որ գսենք, բաղարությունը, որ փրկտալով կսկսի, աչքեր քերվելով կսկսի եւ այլն։ Դա ախտանիշն է։ Այո, ախտանիշն է։ Այդպես գիտենք, որ սխալ բան կա մարմինի մեջ։ Օդար ասենք ջար մտած է, միկրոբ մտած է։ Այո։ Եվ որ բժիշկի գերտան, բժիշկը մեզ կհարցնե
այս բաները ունած ես օրինակ տակություն ունիս եւ այլն ինչ ճաշեր կերած ես այս բոլոր ճանաչումները ունել են հետո հետազոտություններ ունել են հետո կսե ուրեմն այս տեղերը պիտի առնես Նախ ախտորոշումը կտա, չէ՞, դիագնոզը։ նախ կսե որ ուրեմն այս է հիվանդությունը հետո տեղակիր կգրեք սե այս տեղերը որ առնես ժամանակի միջոցին կբուժվիս Այո։ երեխաների համար նույնն է մանուկ որ չի գնար խոսել ուրեմն բժիշկը սիրտի զարգին գնայի արյան ջնշումին գնայի դակության գնայի եւ ջերմաստիճան այսինքն անոր համաձայն կսկսի ախտաջանաչում անել եւ ըստայում ախտորոշումն դալեն հետո կսկսի տեղակիրը գրել հետաքրքրական է որ մարդը թե ֆիզիկական է եւ թե հոգեվորական է հոգեգան է եւ երկուքին մեջնալ գրնա հիվանդը լալ եւ երկուքի մեջնալ բժշկվելու ալ առիթ ունի Այո։ Մի սարսափելի հիվանդություն կա, որի անունը քաղցկեղ է, cancer։ Բոլորին հանրածանոթ է այս հիվանդությունը, որովհետեւ տարեկան հազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Միայն Միացյալ Նահանգներում 10 միլիոն մարդ մոտորապես քաղցկեղով տառապում են։ Տարբեր տեսակի քաղցկեղներ կան։ Այսօր առավոտ երբ որ օրվա նորություններն էի ստուգում, թե աշխարհում ինչեր են կատարվում, մի հաղորդագրություն եկա, որ ABC anchorman-ը կա, այսինքն խարսխողը, իրենց հիմնական գործող անձացից մեկը, Պիտեր Ջենինգսը, որ 23 տարի է այդ վարում է ABC այդ բաժինը, իր մոտ հայտնաբերել են cancer եւ դա իր որակով շատ վատ cancer է հանդիսանում, թոքերի cancer է եւ շատ ինքը հուսահատված վիճակի մեջ է, որովհետեւ գիտի որ շատ դժվարին մի ճանապարհ պիտի անցնի, ինչ են անում, օրինակ cancer-ը, երբ որ ախտանիշները գալիս է, ասենք ընդհանուր թուլություն, մարդը իր զգացողությունը վատանում է, երբ որ ստուգումները կատարում են, թե արյան միջոցով այլ կերպեր ունեն եւ հայտնաբերում են, որ իր մոտ կա այդ հիվանդությունը, որից հետո շատ կարճ ժամանակ հետո քիմոթերապիա պիտի անցնի, որպեսզի ինչ որ ձևով այդ հիվանդության դեմ առնեն։ Քաղցկեղի որոշ տեսակներ կան, որոնք ավելի հեշտ բուժման են տարվում, բայց ոմանք էլ կան, որ շատ ծանր բուժումներ ունեն։ Այո։ Օրինակի համար ստամոքսի քաղցկեղը։ Այո։ Գսվի որ ստամոքսը նույնիսկ եթե փոքր մնա, Այո։ ջաշի պատճառով կսկսի իր առաջվան չափը ունենալ, մեծանալ։ Ուրեմն քաղցկեղը ունեցողը, ստամոքսի քաղցկեղ ունեցողը վիրաբուժական գործողություն որ ունեն վիրահատեն կգտրեն այդ կենսերի մասը ստամոքսեն եւ հիվանդը կփրկվի, կբուժվի։ Ասի ուրեմն բժշկության ասենք հաջողություններն, այո, մեկն է որ հաղթանակ կրանք նկատել, բայց անշուշտ կան ուրիշ հիվանդություններ, որ AIDS-ը օրինակի համար։ Թեև HIV որ գսեն, որ AIDS-ն մեկ աստիճան պակաս է, կամ ասենք առաջ է, թեև կանխարգելող չէ, կամ ասենք զսպող դեղեր ունի, բայց վերջո AIDS-ի համար տակավին բուժումի բանին չեն հանգած։ Այո։ Եվ նորից միլիոնավորներ մանավանդ երրորդ աշխարհի երկրներում ու հատկապես աֆրիկյան երկրներում մանավանդ, այո։ Միլիոնավորներ մեռնում են դրանից ու բուժում էլ չկա։ Այո։ Այսօր լսեցինք հետեւյալ բանը, որ գանգրենա կոչված հիվանդությունը կա, որ մարդու մարմինը սկսում է ուտել եւ փթում է մարմինը, ոսկորները սկսում են փթել, մարդը կարճ ժամանակում կարող է մեռնել։ Իբրև այդ հիվանդության, այսինքն ախտանիշները արդեն հայտնի, ախտորոշումը կատարված է եւ գտել են թե ինչպես բժշկեն։ Ասում են որ ճանճի միջոցով, սովորական ճանճը
դրվում է այդ վերքի վրա եւ այդ ճանճը սկսում է այդ հիվանդության բացիլները ուտել եւ այդպիսով մարդը կարող է բուժվել։ Չգիտենք որքանով է դա իրապես հիմա կիրառվում, ասում են որ նոր գտան այդ բժշկելու ձևը այդ հիվանդության, այնուամենայնիվ շատ հիվանդություններ կան, որ դեռևս անբժշկելի են, բայց կան նաև մի շարք հիվանդություններ, որոնք կանխարգելիչ միջոցներ ունեն, դեղորայքի միջոցով կամ վիրահատություն է կատարվում եւ մարդիկ փրկվում են։ Իմասիլներ, այս ամեն բաները ներսես եղբոր հետ ինչի խոսեցինք։ Մենք բժշկական գիտություն չունենք, որ ձեզ ներկայացնենք մասնավոր մի բան, թերևս եթե բժիշկների ասենք վարած ժամերը նայեք շատ ավելի մեծ բավականություն պիտի ստանաք, ավելի շատ գիտություն պիտի ստանաք եւ ձեզ համար ավելի օգտակար պիտի լինի։ Սակայն քանի որ մեր պաշտոնը հոգեվոր բաներ խոսելն է, այս ամենը կարծես թե նախաբան ծառայեց, որպեսզի մենք գանք մեկ այլ հիվանդության, որ կոչվում է հոգեվոր հիվանդություն։ Հաճախ ընդունված է ասել, որ նրանք ովքեր որ ուղիղ գործունեության խանգարում ունեն, հոգեկան հիվանդներ են։ Սակայն այստեղ պիտի անդրադառնանք հետևյալին։ Մի հիվանդություն կա, որ Աստծո կողմից հռչակվում է իբրև հոգևոր հիվանդություն։ Բժշկությունը այս մասին չի խոսում, որտեղ նրանք թերևս չեն ընդունում հոգի գոյությունը իբրև ասենք այդ սուբյեկտը։ Բայց Աստված հռչակում է, որ երկրագնդի վրա ծնված ամեն մարդ եւ ապրող ամեն մարդ, թերևս այս խոսքը ոմանց կարող է գայթակղեցնի, բայց այդպես է, հոգեկան հիվանդ է։ Այն առումով, որ ամեն մարդ մեղավոր ծնունդ ունի։ Այսինքն հիվանդությունը հոգևոր հիվանդություն է, հոգի հիվանդություն է։ Եվ Աստված այդ բանը հռչակում է, իր խոսքն է ասում, որ ամենքը մեղք գործեցին եւ Աստծո փառքից պակսեցին։ Ուրեմն ախտանիշը ինչն է? Ախտանիշը մեղքն է։ Ախտաճանաչումը ինչն է? Դիագնոզը մեղավոր լինելը։ Խոսեք այս մասին։ Սա ամբողջությամբ Աստվածաշնչի մեջ գտնվող բան է եւ խոր արմատներ ունի։ Այո։ Սկսենք մեղք հասկացողությամբ։ Այո, ինչ է մեղքը։ Եթե մեղքը առնենք մեր բնական օգտագործած բառով, ինչ մեղք է այս մարդը։ Այդ իմաստը սխալ իմաստ է։ Այդ բառը գործածել է սխալ է։ Խեղճ իմաստով է, սակայն մեղքը ուրիշ բառ է։ Մեղք կնշանակե իմացված օրենքիմը հագարակ որոշում առնելը։ Այո։ Եվ այդ որոշում առնելով գործադրել է այդ որոշումը։ Օրինակի համար, եւ որ ինձ ասես կարմիր լույսեն մի անցնիր։ Քշած ադենը։ Եվ ես անցնեմ, արդեն մեղք գործեցի, օրինազանցություն կատարեցի։ Մեղքը ուրեմն, ինչպես որ Հովանես Արաքյալ գսե առաջին Հովանոյի մեջ, մեղքը օրինազանցություն է։ Բայց այդ օրենքը որու գբատկանի։ Այո։ Կառավարության մարդկային օրենքներ, թե ոչ ինչ։ Ինչպես որ արդեն ասիր, Աստված հռչակած է, ուրեմն եթե հռչակած է, կնշանակե այդ օրենքը աստվածային օրենք է։ Մարդը Աստծո թեմ մեղանչեց, ասելով գտարնա մեղավոր, մեղանչող գտարնա։ Մենք այս երկու բառերու տարբերություն ալգա, մեղանչող եւ մեղավոր։ Մեղավոր հանցավոր է, բայց որ մեղանչող, ասենք, այսինքն մեղ գործող է։ Աթամ անոնով մարդ մգար, որ Աստծո գործոցն է, ստեղծագործության գլուխ գործոցն է, թակավոր, այսինքն դագն է ստեղծագործության։ Եվ որ Աստված ստեղծեց Ադամ եւ Եվան, ասավ ամեն բան շատ լավ է։ Այո։ Բայց օրը մեր Ադամը եւ Եվան, մեր նախահայրը, մեր նախածնողքը, ասենք, այո, որոշեցին իրենց ունեցած գաբը Աստծո հետ խզեն, որպեսզի իրենք ըլլան օրենքի դերը։ Քան թե օրենքի հնազանդ
իրենք լան օրենքի դերը, այսինքն մի խոսքով Աստվածը լան։ Եվ որ Աստված մարդը ստեղծեց, որոշ հատկություններով ստեղծեց։ Օրինակի համար հարաբերություն ստեղծեց մարդուն հետ։ Եվ այդ հարաբերությունը խզվեցավ մեղքի պատճառով։ Մեղքի պատճառով մահ ստեղծագործության մեջ մտավ։ Մեղքի պատճառով հոգնություն, մեղքի, այսինքն հոգնություն, որ գսենք, չափազանց հոգնություն, որտեղ ատամ մարդ էր վերջապես, որ Աստված իրեն ասավ գնա եւ արդը հերգե, պիտի հոգներ, բայց այդ տեսակ հոգնություն չէ, դանչանքի, դարաբանքի հոգնությունը։ Եվ ցավ մտավ։ Եվ հիվանդությունը։ Այո, հիմա այսինքն մեկ հատ առաջ երթան ցավը, Աստված գսե Եվային եւ գսե ծննդաբերության ցավերը պիտի ավելցնեմ, կնշանակե որ առանց ցավի ծննդաբերություն պիտի չունենար, պիտի ունենար ցավով, բայց ավելի ցավը շատ ցույց Աստված, որպես պատիժ։ Հիմա այս բոլորը եւ հիվանդությունը կսեցանես քեզի փուշ պիտի դա երգիրը, այսինքն քու դվածիդ արդյունքը պիտի հաջուկ պիտի չստանաս արդյունքեն, քու աշխատանքիդ արդյունքեն։ Այսինքն առատություն չպիտի լինի, պիտի փչանա։ Այո, միշտ ժխտական է։ Այո։ Եվ Պողոս առաքյալ գսե արդեն ամբողջ դիեզերքը երկունքի մեջ է, դանչանքի մեջ է, մեղքին պատճառով։ Դե մնալ գսե բոլորը գսե մեղանչեցին։ Եվ որ աթամի մասին խոսի սակայն։ Մա ինչպես կլա որ աթամը որ մեղքը գործե, ես ալ մեղք գործեցի։ Աթամ որպես ներկայացուցիչն էր մարդկության, մարդկային գլխի, մարդկային ցեղի ներկայացուցիչն էր։ Եվ որ մեղք գործեց գսե, ես արդեն իր մեջն էի։ Այո։ Ես ալ եղա հանցավոր։ Որովհետև սերունդներով եկավ, մինչև այսօր։ Ճիշտ ինչպես որ բանին համար, Աբրահամին համար գսե եւ 12 ցեղերեն մեկը, հիմա անունը ճիշտ միտքս չի կար, կամ Հութաներ կամ Ղևիներ, որ գսե բանին միջոցով, Աբրահամի միջոցով դասանորդ վճարեց, որ Աբրահամին գսե դակավին իր երանքին մեջն էր, իր փորին մեջն էր։ Դակավին քանի սերունդներ կա որպեսի ծնի ինքը։ Ճիշտ նույն պատկերը մենք աթամին մեջն ենք։ Անորոշ երկրակոնդը գսե, ոչ թե միայն երկրակոնդը, ամբողջ դիեզերքը Աստված գսե անիծեց։ Եվ հետաքրքրական բան կա այստեղ։ Երբ որ հրեշտակապետը ապստամբեցավ Աստուծո դեմ, Սատանան։ Այո։ Եվ Սատանան դարձավ չենք կարծար սուրբի մեջ որ Աստված երկրակոնդը անիծեց, դիեզերքը անիծեց, բայց որ մարդը մեղանչեց, անիծյալ ըլասավ երկրակոնդը քու պատճառով։ Որովհետև գիտակից անձնավորություններ Աստծո պատկերի նմանությամբ ստեղծած էր եւ մեղքը գործեցին եւ մեղքի վարձքը Աստված հրճակում է մահ, ինչպես Հռոմեացիս 6:23-ը գրված է։ Ուրիշ հետաքրքրական կետ մնալ գա, ասենք հիմա ես ախտաջանաչումի կամ ասենք դիագնոստիկի մեջն ենք դակավին։ Աշխարհը երկրակոնդը ասենք, երկրակոնդը մարդուն դրված էր, որպեսի մարդը իշխե։ Այո։ Եվ հիմա չենք տեսնել որ մենք երկրակոնդի վրա գրնանք իշխել։ Այդ իշխանությունը չունենք մենք։ Այդ իշխանությունը մեզ մեկ կողցավ Սատանան։ Այս խավար գսե իշխանը, այս խավարին իշխանը գսե, այս երկրակոնդին իշխանը Սատանան է, մենք չէ։ Մեր ցերկեն փախծուց։ Խապեց մեզ, աշուշտ որ գսեն խապեց, համոզեց մեզ, որտեղ մենք գիտությամբ, աթամ գիտնալով մեղանչեց Աստծո դեմ։ Պաստորեն մարդը մեղքով սկսեց ծնվել։ Արդեն Ադամի եւ Եվայի առաջի սերունդը առաջինը հետ ծնված Կայենը մեղավոր ծնունդ ունեցավ եւ սրան հետևեց բոլոր ծնունդները եւ առաջին սերունդը հենց Կայենը մարդասպան դարձավ։ Ինչպես Աստված ստեղծել էր մարդասպան դառնալու համար, ոչ, մեղքը այդ բանին մղեց եւ սերունդները մեղավոր ծնունդ ունեն միջև այսօր, մենք մեր ծնողներից ժառանգեցինք այդ մեղքը, մեր զավակներն էլ մեզանից պիտի ժառանգեն եւ նրանց զավակներն էլ իրենցից այդ մեղքը պիտի ժառանգեն։ Ուրեմն մեղքը մի հիվանդություն է,
որ մեր արյան մեջ է մենք ուզենք թե չուզենք այդ մեղքով վարակված ենք։ Ուրեմն աշխարհի բոլոր մարդիկ մեղավոր ծնունդ ունեն։ Այս մեղքը հոգին մահացու հիվանդություն։ Այո, Գրնաս գանգրին ասել, գրնաս AIDS ասել, գրնաս cancer ասել, հոգևոր է։ Մա հետաքրքրական հետևյալն է։ Հոգևոր մեղքը, որ մարմնավորով ալ կսկսի, կամ մտայինով ալ կսկսի, Հիսուսը արդեն անպայման մարդասպանությունը տանակ առնեց եւ մարդը սպանելով չէ որ մարդասպան գնաս։ Ախ եղբայրը ադողն ալ մարդասպան է։ Ուրեմն միտքով սրտով անպայման ֆիզիկաբաս չէ, բայց հետաքրքրական հետևյալն է։ Անոնք որոնք հոգևորապես կսկսին Աստծո հերանալ, ֆիզիկականին գաստ է։ Ինչպես որ ատամ մեղ գործեց եւ ֆիզիկականին աստեց, սկսավ մեռնել։ Ամեն օր մինչև տարիները որ վերջացան, այսինքն հասավ իր մահվան, մեռավ, ֆիզիկապես մեռավ։ թեև զորավորեր այդ մարմինը 930 տարի ապրեց։ Այո, Բայց վերջո այո, անգումը Աստված եղավ։ բայց այդպես չէր ստեղծել։ Այո։ Ուղղակի մեղքը պատճառ դառավ Ճիշտ։ ֆիզիկական մահվան։ Այսօր որ հոգիով սկսավ։ այսօր նույն ձևով մարդիկ մեռնում են։ Բոլորն են մեռնում եւ Աստված սահմանեց մի ժամանակ 70-80 տարի ցավ ու տառապանք հոգի տանջանք է այս Այո։ ամենը։ Ուրեմն մահ ուզենք թե չուզենք կա, որովհետեւ մեր մեջ բնակվող մեղքը այդ մահվան տանում է։ Բայց այստեղ կարևոր հանգամանքը այն է, որ հոգևոր մահվան, այսինքն Այո։ երկրորդ մահվան պատճառ կարող է լինել մեղքը։ Այո։ Ամենքս մեղք գործեցինք եւ Աստծո փառքից պակսեցանք Այո։ եւ մեղքի վարձքը մահ Մահ է։ է։ Ուրեմն դիագնոզը տրված, Այո։ ախտանիշը մեղք, դիագնոզը ախտաճանաչումը մեղավոր։ Մեղավոր։ Այստեղ շատ կարևոր է որ զատողությունը դնենք մեղք հասկացողության եւ մեղքեր հասկացողության Այո։ միջեւ, որովհետեւ մարդիկ հաճախ կատարված մեղքեր արտաքին երևացող մեղքերը իբրև ադամական մեղք են ընդունում։ Ոչ, ադամական մեղքը մի ամբողջ մի գործարան է, որ մեր մեջ գոյություն ունի։ Սակայն այն ունի իր արտադրանքը, ինչպես գործարաններ արտադրանք են տալիս եւ այդ ստացված ասենք բարիքներն է կամ ինչ որ կա, դրանով բնորոշում են գործարանի ինչպիսի լինելը։ Մեր կատարած մեղքերը, մարդու կատարած մեղքերը բնորոշում են մարդու մեղավոր լինելը, սակայն այդ մեղքերը կարող են բազմազան լինել։ Աստծո խոսքը շատ գեղեցիկ է։ Դիմենք Աստծո խոսքին։ Ուրեմն Գաղատացիս 5-րդ գլխից պիտի կարդան։ Գաղատացիս 5-րդ գլուխ 19 համարից։ Արդ մարմնին գործերը հայտնի են։ Որոնք են դրանք։ Շնություն, պոռնոգություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, եկպարակտություններ, բաժանումներ, չար նայվածքներ, մարդասպանություններ, գինովություններ եւ ինչ որ սրանց նման են։ Ուրեմն նախ նշված բաները բոլորն էլ հոգնակի են նշվում։ Չի ասում օրինակ չար նայվածք, մարդասպանություն։ Չար նայվածքներ, մարդասպանությունը եւ ինչ որ սրանց նման են։ Այսինքն այդ սպեկտրը մեղքի այդ շարքը այնքան լայն է, Այո։ որ Աստված մեզ տալիս է գաղափարը, որ դրանք եւ սրանց նման որքան շատ են, անգամ թվելը հնարավոր չէ։ Այո։ Ուրեմն մեր մեջ բնակում է ադամական մեղք։ Մենք ժառանգաբար առանք, որի պատճառով այսօր մարդիկ մեղանչում են, կամա թե ակամա այդ մեղքը գործվում է եւ Աստված հրճակում է, որ ով մարդ արարած դու մեղավոր ես, ընդունի քո մեղավոր լինել։ Քեզ արդարի տեղ մի դիր, մի ասա, որ ես ում եմ ինչ վատություն արել։ Ես մրջունի վրա չեմ տրորում։ Միևնույնն է, որքան էլ բար լինես, որքան էլ լավ լինես, որքան էլ
հարգանք վայելես, լավ է, շատ լավ է, որ շրջապատի մեջ այսպիսի մի անձնավորություն լինի, եւ երանի թե շատ լինի, ամբողջ հասարակությունը այդպիսին լինի, բայց Աստված միևնույնն է ասում է, որ դու քո մեջդ կրում ես մեղքի այդ սերմը, բացիլը, որի պատճառով դու մեղավոր ես։ Գիտեք ինչ, երբ որ մարդ այդպես սկսե, որ ես ինչ չլի, Այո, ես մրջունի վրա կամ ջանջը չեմ բռնել եւ այլն, նախ ինչպես մեկը մեղավոր կդառնա, ինչ կնե որ այդ ըրածը մեղ կհամարվի իրեն համար, Բողոս Արաքյալ կսե, որ երբ որ օրենքը հասավ ինձի, այո, մեղքը կենթանացավ եւ ես մեռա, որտեղ մեղքին բարձկմա է։ ուրեմն օրենքը դարձավ ախտաճանաչիչ միջոց։ Օրենքը, Այս օրենքը ինչ տեսակ օրենք է։ այո, Այս օրենքը մարդուն մեջ այն գիտակցությունն է, որ ինչ որ պիտի ինեմ Աստծո հակառակ է այո, կամ Աստծո հետ ներդաշնակ է։ այո, Համաձայն է Աստված։ Եվ այս բանը Հռոմեացիս 1-ին մեջ, մեկեն առաջին 2 գլուխները գսե որ բոլորին սրտին վրա Աստված փորակրած է։ իր օրենքները, այո, Այսինքն օրինակի համար գսվի թե Աֆրիկայի մեջ հիմա չէ, տարեր առաջ մարդիկ կային, որոնք մարդ գուտեին։ այո, Սակայն եթե երթաս եւ այդ մարդուն, մարդ ուդող մարդուն այո, գնգան հետ կամ աղջկան հետ անբարոյական արարքմը ունենաս, այդ գյուղը ոտքի գելե քեզ մերցնելու, որ այսի սխալ է։ Եղբայր այդ օրենքը քեզ ով է սա որ սխալ է։ Դու մարդ գուտես չէ որ։ Աստված դրած է այդ օրենքը եւ իրենք գիտագից են այդ օրենքին։ Անոր համար չեն հանդուրժել։ Ուրեմն կտեսնենք որ միան 5 դագարանի օրենքի մասին չէ խոսքը։ օրենքը, Աստվածային օրենքի մասին է որ 10 պատվիրանքներն անտին է, այո, որ անաստված ճագերդյալ անաստված իբր թե անաստված է։ Մարդը նույնիսկ որ ասենք Սուրբ Գիրքի օրենքներուն դերյակ չէ, բայց դիեզերքը ստեղծող Աստծո օրենքը իր մեջ ունի ասելով, այո, պատասխանատու է Աստծո։ այո, Եվ Աստծո անոնամալ կողմից մեղքը մեր մեջ դրված մի հոգևոր օրգան կա, որ կոչվում է խիղճ, այո, եւ սա դատավորի դեր է կատարում մեր մեջ, երբ որ մենք բարին ենք անում, մեզ գովում է դրա համար, ասելով այո, որ եւ Սուրբ Օքի գործած է այո, այդ սա խիղճը։ ճիշտ էր եւ մեր սխալի կամ կատարած հանցանքի դեպքում մեզ հանդիմանում է, որ սխալ էր։ Այո, Հարց այն չի, որ ոմանց մոտ ասենք այդ խիղճը խանձված է եւ այդ ձայնի չեն լսում, մարդասպանը շատ հեշտությամբ մարդ է սպանում եւ Այո. սպասում է թե հաջորդ իր զոհով պիտի լինի։ այո, Ուրեմն Աստված թե իր տրված գրված օրենքներով եւ թե մարդու սրտի մեջ փորագրված այդ օրենքներով մարդու հետ խոսում է։ Եթե մենք մի պահ դարձի գանք եւ ուշադրություն դարձնենք։ Բոլոր նրանք, ովքեր որ այս բաները անգամ չեն ընդունում, պետք է որ հասկանան, պետք է որ ընդունեն, որ իրապես Աստծո առջև մեղավոր ենք։ Որովհետեւ Աստծո կողմից տրված օրենքները խախտել ենք եւ խախտում ենք։ այո, Օրինակի համար մի պատվիրան, որ Աստված ասում է սուտ մի խոսիր։ Երկրագնդրի վրա կա որևէ անձնավորություն, որ ասի, որ ինքը իր կյանքի մեջ սուտ չի խոսել։ Այդպիսի մի անձնավորություն չկա։ Կամ այդ գաղափարի մասին սուտ չխոսելու կամ խոսելու կամ սուտը սխալ ըլլալու անդերյակ է։ Նույնիսկ եթե այդ 10 պատվիրանքները չունենա, նույնիսկ եթե Սուրբ Գիրք չունենա, այս բարոյական օրենքները Աստված փորակրած է ոչ քրիստոնյային սրտի Այո. մեջ, ինչպես նաև քրիստոնյային սրտի մեջ։ Այսինքն մարդը լա Ամերիկայի մեջ, լա Ավստրալիայի մեջ, ուր որ գուզե թողալ այդ երկրագնդի վրա ապրող մարդը պատրվակ չունի Աստծո առջև, որ ասե որ ես Սուրբ Գիրք չունեի, այս օրենքներն դերյակ չէի։ Այո, Ինձ մեկը չսա որ սուտ մի խոսիրը օրենք է եւ սուտ պետք չէ խոսի։
Չի գտնարսել։ Այո։ Հռոմեացիս թղթի մեջ այդ համարը կարդանք։ Քանզի հեթանոսները, որոնք օրենք չունեն, երբ բնականաբար օրենքի գործերը կգործեն, օրենք չունենալով իրենց անձերում օրենքը բուն իրենք կլինեն, որոնք օրենքի գործ իրենց սրտի մեջ գրված ցույց կտան իրենց խճմտանքի վկայությունով եւ խճմտանքի եւ իրենց խորհուրդներում իրար հանդիմանելով կամ իրար իրավունք տալով։ Ուրեմն Դատավորություն ունենալով։ այո, Աստծո օրենքները շատ պարզ են եւ ամեն մարդուն հայտնի են։ Իր սրտի մեջ գրված են։ Հետևաբար սա սակարկելու հարց չէ։ Մարդ արարածը մեղավոր է, Աստված հրճակում է, Աստված թող ճշմարիտ լինի եւ ամեն մարդ թող սուտ լինի։ Այո։ Կամներ, շարունակում ենք մեր հաղորդումը։ Առաջին մասում մենք խոսեցինք հոգեվոր ախտաճանաչման մասին, թե ինչպես մարդը մի հիվանդությամբ է տառապում, որ կոչվում է մեղքի հիվանդություն եւ այդ բանի հրճակողը Աստված է։ Աստված հայտարարում է, որ մարդը մեղավոր է եւ ներսես եղբոր հետ միասին մենք խոսեցինք հոգեվոր ախտանիշի մասին, որը մեղքն է, ախտորոշումը կատարվեց, դիագնոզը իբրև մեղավոր է եւ Աստված հրճակում է այդ բանը։ Ուրեմն եթե մեղք եւ մեղավոր լինել, այդ մեղավորը մեղք գործելու պատճառով ինքը բժշկության կարիք ունի։ Այո, բժշկության կարիք ունի եւ մեղքի վարձքը գրված է, որ մահն է։ Սակայն Աստված այդ բանը հոգացել է։ Բժշկությունը այս հոգեվոր հիվանդության Աստված ինքը հոգացել է։ Այսօր շատ հիվանդությունների բժշկությունը չկա։ Մենք խոսեցինք այդ մասին, թե այսօր AIDS-ը բուժում չունի եւ միլիոնավորներ մեռնում են։ Այսօր քաղցկեղի տեսակներ կա, որ անբուժելի են, թեև դեպքերը կան, եւ որ Աստված իր զորավոր եւ այդ զարմանալի միջոցներով բժշկությունները ապարգևել, որ անգամ բժիշկները զարմացած են, բայց այս հիվանդությունը, որ հոգեվոր հիվանդություն է, սրա բուժումը Աստված տալիս է։ Այո։ Եվ դեղ ու դարման այդ բանի խաչյալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոսն է եւ իր թափված թանկագին արյունը։ Այո։ Մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո ձրի պարգևը հավիտենական կյանքն է Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Խոսենք այս մասին։ Բողոս Արաքյալի կյանքին եթե հետևենք, կտեսնենք, որ եւ որ քրիստոնյա դարձավ, ընդունեցավ Քրիստոսը, իր մտքին մեջ ունեցավ մեծ հարցումը, հետևյալ հարցումը. ինչպես կարելի է, որ Աստված իր որդին ուղարկե եւ մեռնի մեզի համար։ Օրինակ մտանք։ Եվ որ ինք գխորեր, որ Հիսուս Աստված է, մարդ եղավ եւ խաչվեցավ, զարհուրեցավ, վախցավ, որ այս ինչքան լուրջ է մեղքի հարցը, որը ստիպեց Աստված մարդը լալու։ Այո։ Աստված մարդ եթե ըլլա կնշանակե մեռնող է, կմեռնի։ Բայց գիտենք, որ Աստված հավիտենական է, անորոշ հարությունը ունենք մենք, Քրիստոսի հարությունը։ Այս բոլորը պատահեցան մեր սիրուն համար։ Այո։ Եվ այս բանն էլ նշենք, եղբայր, որ շատ կարևոր է, որ Քրիստոս եկի վրա ապրած միակ անձնավորությունն է, որ մարդկային մարմնի մեջ ապրեց առանց մեղքի։ Աստվածաշունչը հռչակում է դա։ Աշխարհի բոլոր մարդիկ, բոլոր ժամանակների մեջ մեղքի սերմը իրենց մեջ կրել են, որի պատճառով մեղքեր են գործել։ Բայց Հիսուս մեղք չգործեց։ Եվ ասաց հրեաներին, ով կարող է ինձ հանդիմանել մեղքի համար։ Եվ ինչ եղան։ Պապանձվեցին բոլորը, որովհետև մեկը չկարողացավ իրեն հանդիմանել մեղքի համար, որովհետև այդ մեղքի սերմը իր մեջ չկար։ Այն արյունը, որ մեր մեջ կրում ենք, ապականյալ է։ Իր մեջ կրող արյունը կենթանարար է։ Կենթանարար եւ սուրբ արյուն էր։ Օրհնյալ է իր մեծ անունը։
Եվ Հիսուս այս ամենը կատարեց մարդկության փրկության համար։ Բայց հարցումը հիմա։ Այո։ Ինչու խաչը։ Այո։ Ինչու խաչը։ Թող այսպես ներ եւ մեղքը վերցվեր երկրեն։ Թող այսպես ներ եւ ամեն բան Աստվածը սեր ինչպես որ սկիզբը սա շատ լավ է, եւ որ ստեղծեց վերջացավ 6-րդ օրը, թող նույնն այդպես ներ եւ մեղքը վերցվեր չրավ։ Գնաց ավելի դանջանքի ճանապարհը, ընդրեց ավելի չարչարանքի ճանապարհը։ Ես համոզված եմ, որովհետև Աստված արդար Աստված է։ Եվ մեզի արդարություն ցույց տալու համար թե ինք արդար Աստված է։ Այո։ Թե մեզ որքան սիրեց, արավ իր օրենքը եւ ինք կործատրեց այդ օրենքը իր վրա։ Որովհետև մենք ի վիճակի չենք այդ օրենքը Ճիշտ։ կատարելու։ Մեղավոր Ուշ մարդը, չի գար։ մեղավոր մարդը Աստծո սուրբ, հոգևոր օրենքը չի կարող կատարել։ Այսօր մարդիկ կան, օրենք են պահում։ Սա ուղղակի կեղծավորություն է։ Ում եք խաբում։ Մարդուն թերևս կարող ես խաբել, բայց Աստծուն կարող ես խաբել։ Ով կարող է օրենքի բոլոր այդ կանոններին, բոլոր այդ կետերին գոհացում տալ Աստծո առջև։ Լրացնել։ Այո։ Անգարելի է։ Եվ Աստված հաճախ խոսեց հրեաներին եւ Տեր Հիսուս հանդիմանեց այդ կեղծավորներին, ասաց. օրենքի դուք ասավ հետին բաները այդ խոտեղենների տասանորդն եք տալիս, բայց այն կարևոր բաները, սերը, ողորմությունը եւ դատաստանը դուք թողել եք եւ անցել եք այդ հետին բաներին։ Պետք էր որ առաջ դրանք անեիք։ Ուրեմն օրենքի միջոցով Աստված նաև մարդ արարածին ապացուցում է, որ դու ի վիճակի չես իմ օրենքը կատարելու։ Դրա համար ես իմ որդուս ղրկեցի, որպիսի այս մարմինը հագնի, որպիսի ինք այդ օրենքը պահի, երբ որ դու հավատաս նրան, այդ օրենքի պատժից ազատ կտնվես։ Այո։ Եվ կանք այդ պահին թե խաչելություն ինչի համար էր։ Այո, ուրեմն Աստվածը սավ ագրայի դեմ ագրա, աչքի դեմ աչք, հետո սավ կյանքի դեմ կյանք։ Այո։ Մեղքը քանի որ մահ առաջացուց, Այո։ եւ մարդը մեռավ, Այո։ եթե ներես ինձի, մարդը սպանեց Աստծո ստեղծագործությունը։ Այո։ Մարդը ոչրակորց եղավ։ Այո։ Ուրեմն որովհետև մարդը պետք է վճարե, Այո։ եւ չի գնար վճարել, որովհետև ինքը փրկության գարիք ունի, Իր կյանքով պիտի վճարի։ եւ չի գնա, որովհետև Այո։ մեղավոր է այդ կյանքը, Այո։ ընդունելի չի, այդ զոհը ընդունելի չէ, մաքուր զոհ պետք է լա։ Աստված Մաքուրը բերեց գառնուկը։ այո, անարատ գառնուկը ղրկեց եւ խաչին վրա մեղքին վարձքը մահ է, ուրեմն մահը ըրավ։ Եվ Գարդարելա առանց կործեց։ արյուն թափվելու մեղքերի թողություն չի լինի։ Պետք է մի արդարի արյունը թափվեր, Այո։ եւ Տեր Հիսուս այդ արյունը թափեց։ Այո։ Որպեսզի համար, ով որ որ- հավատա, այդ արյունը գրված է մեզ ամեն մեղքից կսրբի։ Կսրբի։ Շատ գեղեցիկ է, Այո։ որ Հովհաննես Առաքյալը առաջին թարական թղթի մեջ 8-րդ համարում ասում է. եթե մեկը ասի, որ մեղք չունի, սուտ կխոսի։ Այո։ Եվ եթե մեղքը ասի, որ մեղք չի գործում, Աստծուն է ստախոսանում։ Բայց եթե մեր մեղքերը խոստովանենք, հավատարիմ եւ արդար է նա, որ մեր մեղքերին թողություն պիտի տա։ Աստծո ուզածը սա է։ Եթե ուզում ենք այս մեղքի հիվանդությունից բժշկվենք, Աստված բժշկության միջոցը ասում է. այդ դեղն ու դարմանը կատարված է, Քրիստոսի արյունը պատրաստ է։ Այո։ Մնում է, որ մենք գնանք իրեն եւ խոստովանենք, որ այո, մեղավոր եմ, ինչպես որ հիվանդը գնում է բժշկին, ասում է հիվանդ եմ։ Այո։ Հոգևոր հիվանդը մարդ արարածը պիտի գնա Աստծուն ասի, որ Տեր Աստված, Բժշկի։ ես հիվանդ եմ, մեղավոր եմ, բժշկի, եւ Տեր Աստվածն էլ դեղագիրը պիտի գրի Քրիստոսի արյունը։ Այո։ Այսօր դեղեր կան, որ մարդիկ գործածում են եւ չի օգնում իրենց հիվանդությանը։ Բայց այս մեկ դեղը աշխարհի սկզբից առաջ մորթված գառնուկի արյունը այս զորություն ունի, որ ամեն մեղքերը կսրբի եւ ձյունի պես ջերմակ կան։ Ամեն։ Ոմանք կհարցնեն հрьяաները մերժեցին Քրիստոսը։ Այո։ Դար զանազան բادرվակներ տվին, որ անընդունելի էր։ Այո։ Վերջապես խաչեցին։ Այո։
կարծեք թե պատժեցին։ Որտեվ Աստծո հետ հավասար սեբեց ինձին, շաբաթ օրը գործեց եւ այլն։ Հարցը այս է. Հիսուս խաչվեցավ, ինչ կապ ունի ինձ հետ։ Ինձ ինչ։ Այո։ Մանավանդ որ հրյա է։ Այո։ Ես ոչ հրյա։ Օդարական եմ։ Ալլահ հայ, ալլահ հռոմեացի, ալլահ ինչ ասկուզել ոչ հրյասին։ Ինչ կապ ունի ինձ հետ։ Հետաքրքրական է որ Հիսուսի խաչելությունը, Հիսուսի թափած արյունը, Հիսուսի մահը եւ Հիսուսի հարությունը դիեզերական զորություն ունի։ Այո։ Դիեզերական ասենք հանգամանք ունի։ Միան թե 2000 կամ 2005 տարի առաջ կամ 2000 քանի տարի առաջ եղած բացմության էջերու մեջ պատահած բստիկ 3 տարվա կամ 33 տարվա բացմությունը չէ։ Եթե այս ամենը միայն մեկ ազգի համար լիներ, Հիսուս հեթանոսների բժշկեց։ Այո։ Հարապետը եկավ իր մոտ Ուրեմն Եվ ասկե իր դուրս ծառային ելավ բժշկեց։ Հիսուս։ Այո, Հիսուս այդ ազգությունը դուրս ելավ։ Այո։ Թեև իր ասկին համար եկավ, այո, որովհետև իր ասկը զինք ներկայացնողն էր աշխարհի եւ ցաղողեցավ, անորմալ նախ իր դունը եկավ, որ իր դունը մաքրե, որովհետեւ հետո ուրիշին դունը մաքրելու սկսի։ Բոսարակյալ գսե, Աբեդարանը գսե, թեև նախ հրյային է, բայց հավասարապես հեթանոսին է։ Մենք երկրորդական քաղաքացի չենք, մենք հավասար ենք։ Եվ որ Քրիստոսը գտնունիս Քրիստոսի եղբայր գտարնաս, Աստծո որդի գտարնաս։ Երկրորդ, ինչպես Ամերիկայի մեջ այս բարոնի second class citizen գսեն, երկրորդ մագարտակի քաղաքացի, ոչ այդպես ակնկալություն չունի քրիստոնեության մեջ։ Ինչպես որ ասեք, ծյունի բես ջերմակ գնե, մաքուր գնե, որովհետև Հիսուսի արյունը մաքուր արյուն էր, առանց մեղքի արյուն էր։ Այո, այո։ Ինքը որովհետև իր մորից, Մարիամից առավ միայն մարմին, բայց իր անձը եւ հոգին վերից եկավ, հորից եկավ։ Եվ իր մեջ այդ մեղքի բացիլը չբնակվեց։ Աստծո խոսքն է վկայում, որ իր մեջ մեղք չկար։ Գաբրիելը արդեն Սուրբ Հոգին պիտի հաղանա։ Այո, եւ այսօր Աստված հրավիրում է։ Բոլոր մարդկանց հրավիրում է նախ հրճակելով որ տես դու մեղավոր ես։ Պետքություն ունես մեկի, որ այդ մեղքերի փոխարենը վճարի, որովհետև դու ինքդ չես կարող վճարել։ Եվ այդ վճարումը արդեն 2000 տարի առաջ կատարված վերջացած է։ Եթե ընդունես այդ բանը, քո մեղքերիդ փոխարենը պիտի վճարվի եւ դու դրանից պիտի ազատվես։ Այլապես այդ մեղքերիդ քո սեյդ վրա պիտի մնան եւ այն օրը, երբ որ դատաստանի առջեւ կանգնես, քո կողքդ Հիսուս Քրիստոս միակ դատապաշտպանը չպիտի ունենաս։ Այդ ժամանակ դատը դու կորցրած ես եւ Աստծո արդար որոշում այն է, որ քանի որ այս կյանքի մեջ դու ին որդուս արյունը ոտնակող արեցիր, քեզ մնում է ծծումբով այրված կրակի լիճը։ Աստված արդար է իր գործերի մեջ, Աստված արդար է իր դատաստանների մեջ։ Բայց քանի դեռ ողջ ենք, քանի դեռ շունչ ունենք, քանի դեռ մտածող էակ ենք, մենք ընտրություն անելու հնարավորություն ունենք, Աստված մեզ ազատկամ տվեց, որպեսզի Աստծուն այո ասենք Տեր Հիսուս, դու ինձ համար մեռար, ես ընդունում եմ այդ բանը, այլ կերպ ասած, ապաշխարում եմ իմ կատարածս մեղքերից եւ գալիս եմ քեզ, որպեսզի այդ քո արյունով իմ մեղքերից փոխարեն վճարվի, որ արդեն վճարված էր, բայց իրականանա այդ վճարումը եւ ես ազատվեմ դրանից։ Մեն այստեղ բստիկ նորբություն մագալ ճիշտ են ապաշխարել բարին մասին։ Այո։ Ոմանք կհավատան եւ գուսուցանեն նաեւ որ ապաշխարել զղջալ կնշանակե։ Բավարար չէ, դա ոչ, զղջալ չի նշանակե նախ, ոչ թե բավարար չի նշանակե։ Հիմա մարդասպաններ կան, կամ ասենք հանցագործներ, որոնք մի բան անում են, հետո զղջում են, բայց դա ապաշխարել չի։ Ապաշխարել մտքի փոփոխություն կնշանակե։ Հուդան, շատ ճիշտ էր, Հակոբ եղբայրը հուշեց։ Հուդան զղջաց, բայց չապաշխարեց։ Այո։ Զղջաց, ասավ, արմեն արյուն մատնեցի։ Այո։ Բայց ինքը չապաշխարեց։ Այո։ Եվ այս նորբությունը կարևոր է իմանալը, հասկանալը կարևոր է ապաշխարության։ Եվ որ Աստծո
արչև գուկանք որպես մեղավոր, հանցավոր Այո։ եւ դադարդված։ Այո։ Դժոխքի աժը, եթե այս ռոբեին եթե մեռնիմ եւ ես Քրիստոսը ճունիմ, վստահ Աստծո փառքության արագամ պիտի դառնա։ Այո, շատ Okay. Եթե այս բոլորը այսպես է, ուրեմն Աստծո արչև որ գուկամ եւ ներում գխնդրեմ իր մե, Այո։ ապաշխարելու մեջ պետք է որ ըլլա ոչ թե զղջում, այլ մտքի փոփոխություն, այսինքն ես այլևս այդ ճանապարհին պիտի չընթամ, այլ Աստծո ճանապարհին պիտի ընթանամ։ Եվ նաև խոստովանություն, Այո, սրտովդ հավատա, ճիշտ։ բերանովդ խոստովանի, Խոստովանի։ որ մեղավոր ես։ Այո, եւ ընդունիլ Քրիստոսը որպես քո դերը։ Այո։ Դեր այս բարակային սեփականադեր, այսինքն ես իր արարգան եմ։ Այսինքն իր իշխանության տակ եմ մտնում։ Այո։ Պաստորեն, ես իմ ազնական ուժով չեմ կարող։ Կողոսացիս թղթի մեջ գեղեցիկ է գրված, որ ասում է, որ ձեզ ազատեց սատանայի իշխանությունից եւ իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց։ Այո։ Փոխադրեց, ուրեմն պետքություն ունենք, որտեղ այս աշխարհի իշխանը մարդկության վրա տիրում է։ Հիմա մարդիկ ուզելով կամ չուզելով այդ իշխանության տակ են, բայց պետքությունն են այդ անօրենի իշխանությունից դուրս գալու, Փրկվելու, Այո։ ազատվելու։ այո, մարդկային ուժով չէ, մարդկային խելքով չէ, ճարպկությամբ, հնարամտությամբ չէ, այլ երբ որ մենք խոստովանենք, Ենթարկվելով։ Աստված ինքը այդ ամենը մեզ համար իրականություն պիտի դարձնի։ Ինչի համար գրված աշխարհի սկզբից առաջ մորթված գառնուկը։ Դեռ որևէ բան չեղած Աստված արդեն նախասահմանել էր, որովհետև գիտեր այս կյանքի ընթացքի մեջ ինչ պիտի տեղի ունենա եւ մարդը այդ բանի պետքություն ունի։ Եվ տեղը պատրաստեց։ Այո, ամեն, եւ այդ խաչը, Գողգոթայի խաչը եղավ մարդկության փրկության սեղանը։ Այդտեղ էր, որ իրապես մարդկության փրկությունը եղավ եւ Քրիստոս իր հրաշափառ հարությամբ Ամեն։ մեզ հավիտենականության այդ սքանչելի հույսը բերեց։ Վարդանիշ բար, գիտես, մեկ կարևոր գետ մնալ գա որ այսքան խրտին, Այո, այսքան խրտին նյութը Աստված այնքան Այո։ հեշտության վերածեց, այնքան դյուրություն շնորհեց մեզի որ ընդունիս այո, կփրկվիս։ Մերժես արդեն դադարդված ես։ այո, Եվ մեր միակ միջոցը փրկության Քրիստոսի արունն է։ Ընդունիր ինչ որ ըրավ Հիսուս խաչի վրա, այո, մեր սրտի մեջ դեղ բանալ Աստծո թագավորությունը, որպեսզի Աստծո թագավորության քաղաքացի ընլալ։ այո, Եվ այս բոլորը վերացական բաներ չեն, ասում իրական բաներ են։ Ասում իրական դեպքեր են որ կպատահեն ամեն մարդու կյանքի մեջ, եթե Քրիստոսը ընդունին իսկապես եթե ընդունին, ոչ թե բերանացի միան, այո, սրտի մեջ ընդունին։ Ցեզի կուզեմ հրավեր մտալ։ Այս տեսակ առիթներ շատ չկան։ Միցկեք որ սատանան կա եւ ձեր սրտի մեջ այս մեկ ժամվա ցանված հունդերը փախցնե։ Պահեցեք ձեր սրտի մեջ, մտածեցեք անոր մասին։ Ձեր փրկության մասին է որ այս խոսքերը կխոսենք։ Մենք շահ չունենք։ Մեր միակ շահը Աստծո բրավո ասելն է։ այո, օրհնյալ է Քրիստոսի անունը։ Այո, ամեն։ Եվ որ մեզի գսե ապրիս տուն հավատարիմ ձարը արդեն ասի միլիոն գարժ է, որովհետև եզեր կստեղծո Աստված է սողը։ Այո, Կուզեմ ցեզ հրավիրել։ Մի քանի խոսք կուզեմ աղոթել Աստծո։ Եվ գրկնեցեք ինձի, իմ յետևես։ Եթե չեք ուզեր, ձեր բարերով այդ միտքը արեք եւ ամփոփեցեք։ Տեր Հիսուս, կհասկանամ, որ ես մեղավոր մնեմ։ այո, Գնտունիմ, որ ես քեզի թեմ մեղանչեցի։ Եվ քանի որ քեզի թեմ մեղանչեցի, այդ հոգին, որ ինձի դված ես, աբագանեցավ, աղդոդեցավ, այո, եւ հիվանդացավ, եւ միակ ջարը քո արունն է, եւ միակ փրկությունը քո միջոցով է։ Կխնդրեմ քեզ մետեր, որ ներես իմ հանցանքներս։ Հիսուսի թափած արունով ով հայր, մաքրես ես։ ամեն, Անես նոր ստեղծագործված մեկը։ Եվ այսպես դառնամ քո զավակը։ Այժմ շնորհակալ եմ Տեր, որ գլսես մեր աղոթքը։ այո, Անոնք որոնք այս աղոթքը ըրին,
վստահ եմ, որ դու քո լայն ձեռքերով ընդունեցիր քո ընտանիքիդ որպես անդամ։ Այո, Եվ հիմա մենք ուրախությամբ կսենք փառք քեզ Տեր։ Փառք քեզ Տեր։ ամեն։ Ամեն։ Սերներ, թող Տերը բոլորիդ օրհնի, Աստվածային սերը, խաղաղությունը եւ շնորհքը ամեն մի ընտանիքի մեջ թող թագավորի։ Ամեն։ Ամեն։ Տեր օրհնի եղբայր։ Ամեն։